Աթաբեկ Խնկոյան, ճպուրն ու մրջյունը, թռի վրհի մի ճպուր, ողջ համարը շուր ու մուր, երգեց, ճռաց, ճռճռաց, մին էլ ձմերը, փռեց իրեն թևերը, բոցեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։ Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ Եկան օրեր ցրտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին, էլ ինչ երգ, ցուրտը տարավ ոտ ու ձեռք։ Զնգր, զնգր թողալով, ծանր սողալով, նա մրջյունին ասում է, գլխիդ մատաղ սանամեր, մի ճարարը շունչ առնեմ, ցրտից սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը։ Այդպես բանի սանամեր, էլ ժամանակով ուներ, են խոտերում բուրավետ, երգում էի մերանց հետ։ Ուրեմն դու, այո ես, ողջ ամառը դեն ու դես, երգում էի մշտապես։ Երգում էի շատ բարի, այժմ էլ վռնի վերվերի, քամին ծապ տա դու բարի։ Խղճա ինձ։ Խնկո ապոր առակն այս, խորուրդ է մեծ ծույի մարդկանց, որ ամեն մարդ գիտակցի, ով աշխատի նա գուտի։